Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան, առաջարկում եմ միասին ընկնենք երևակայության գիրկը, պատկերացրեք 2013 թվականն է, դուք ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն եք, կամ եթե ավելի պատկերավոր կուզեք դուք Նաիրա Զոհրաբյանն եք, Հայաստանը մի քանի տարի շարունակ բանակցել և ավարտել է ասոցիացման համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, աշնանը ակնկալվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և որտեղ Հայաստանը պիտի ստորագրի այս համաձայնագրերը, և մի գեղեցիկ սեպտեմբերյան առավոտ դուք արթնանում եք և տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունը, որի մեջ է նաև ձեր քաղաքական ղեկավարը, որոշել է, որ կանգ է առնում և միանում է Մաքսային միությանը, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը, որը կլինի սեպտեմբերի 3-ի առավոտյան ձեր հայտարարությունը ազգային ժողովի ամբիոնից։ Գիտեք, անկեղծ ասած, երբեք էլ չեմ սիրել պատկերացնենք, ենթադրենք, միշտ կողմ եմ լինում շատ կոնկրետ հարցերին, շատ կոնկրետ հարցադրումներին, այսօրվա դրությամբ ռեալ պոլիտիկից ելնելով, բայց այնուամենայնիվ փորձեմ պատասխանել 2013 թվականին, եթե ես լինեի հանձնաժողովի նախագահ, այս անգամ վստահ չեմ, որ 2026 թվականին կլինեմ հանձնաժողովի նախագահ, ինչ մնաց 2013 թվականին պատկերացնեմ, որ ես կլինեի, ես կարծում եմ, քանի որ ներսում չեմ եղել, որևէ տեղեկություններ չունեմ, թե հետկուլիսային ինչ քննարկումներ են տեղի ունեցել, ինչ բանակցությունների հետևանքով է որոշվել ձեր ասած օրը այդ որոշումը տեղի ունեցել, չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ կողմ եմ, որ պետք է հարաբերությունները լինեն պարզ, պետք է լինենք մենք վստահելի և կանխատեսելի գործընկեր, սա իհարկե, որպես դիվանագետ եմ նաև նշում, որ արտաքին քաղաքականության մեջ սա շատ կարևոր է, որպեսզի մեր հայտարարությունները չտարբերվեն, օրինակ մի երկրում կատարած հայտարարությունից մեկ այլ երկրում կատարած հայտարարությունից, սա շատ կարևոր է, որպեսզի լինի հետևողական աշխատանք, բայց այն թե ինչն է հանգեցրել որոշման որոշակի փոփոխությանը, ցավոք սրտի չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում համապատասխան ինֆորմացիային, համապատասխան քննարկումներին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Լավ, ուղիղ հարցն եմ։ Տիկին Հովսեփյան, դուք ասում եք, որ դուք կողմ եք դիվերսիֆիկացիային, եվրոպական ինտեգրման ակտիվացմանը և ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը և դրա կիրարկումը ամենաուղիղ ճանապարհն է Հայաստանի համար այդ գործընթացի։ Հիմա եթե այսօր շանս լինի այդ համաձայնագիրը բանակցել և ստորագրել, հաշվի առնելով, որ այդ համաձայնագրի ստորագրումը համատեղելի չի լինելու Եվրասիական տնտեսական միության հետ, դուք որպես եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու կողմ եք, որ Հայաստանը սկսի ասոցիացման համաձայնագրի և DCFTA-ի բանակցությունները։ Դուք ձեր հարցում շատ կարևոր մի դիտարկում արեցիք, որ եթե դա, եթե չի իրականում այդպես է, հակասում է արդեն իսկ մեր որդեգրած, մեր ստանձնած միջազգային պայմանագրերով պարտավորություններին։ Ես համարում եմ, որ եթե մենք ունենանք համապատասխան վերլուծությունները, համապատասխան ռեալ թվերով, տառերով արդյունքը, որ դա բխում է Հայաստանի շահերից, ապա այո, իհարկե, մենք պետք է գնանք այն ուղղությունը, որը որ բխում է Հայաստանի շահերից։ Եթե այն հակասում է գործող արդեն իսկ մեր ստանձնած պարտավորություններին, ապա պետք է հասկանանք, թե ինչու է հակասում և ինչպես է դա լուծվում։ Այնպես որ ես կողմնակից եմ, որպեսզի մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, եվրաինտեգրման սանդղակը շատ ավելի բարձրանա, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քանի որ այս հարցը բարձրացվեց, ես տեղյակ պահեմ, որ Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Արեգնաց Մանուկյանը այսօր տեսակցություն կունենա դստեր հետ քննիչի թույլտվությամբ։
Նաև տեղեկացնեմ, որ Հայաստան խմբակցության մյուս նախկին падգամավոր պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանը տեսակցությունների մասով սահմանափակում չունի։ Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ, Տիկին Հովսեփյան, օգնեք մեզ հասկանալ ձեր գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետևյալ միտքը։ Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որը աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Պետք է անենք այնպես, որ միջազգային կառույցները, բոլոր երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար, իրենք սկսեն մասնակցել իրենց ստեղծած մեխանիզմի քանդելու process-ին։ Եթե կարող եք սկզբում նկարագրեք, թե այդ ինչ մեխանիզմ է, որ միջազգային կառույցները, բոլոր երկրները ստեղծել են հայ ժողովրդի դեմ, եւ հետո Եվրաինտեգրման հանձնաժողովի որպես նախագահ կամ անդամ, ինչպես եք պատկերացնում ձեր երկխոսությունը եվրոպացիների հետ, ինչպես եք իրենց բացատրելու, որ իրենք մասնակցեն իրենց ստեղծած մեխանիզմը քանդելու process-ին։ Նախ ճիշտն ասած կուզենայի ավելի ամբողջական մեջբերումը լիներ, բայց վստահելով ձեզ, որ դուք կոնտեքստից չեք կտրում երևի, կփորձեմ պատասխանել հարցին։ Նայեք, այն որ Հայաստանը պետք է ունենա իր ինքնավարությունը, իսկ ինքնավարությունը ինչ է, սեփական շահերից բխող որոշումներ կայացնելու ունակությունը։ Ես համոզված եմ, որ միայն այդ պարագայում է, որ մենք կարողանալու ենք այդ հակադրություններից դուրս գալ։ Իսկ եթե այդ որոշումների հիմքում Հայաստանի շահն է, ապա դրանից միայն շահում է Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացին։ Իսկ եթե խոսում եք, որ միջազգային եվրոպական մեր գործընկերների հետ ինչպես եմ, եթե հնարավորություն ընձեռվի, ինչպես ենք կոմունիկացվելու, ինչ հարցեր ենք բարձրացնելու, հա, այդպիսի հարց հնչեց, ապա ես դրա մասին խոսել եմ, ես դրա մասին բարձրաձայնել եմ եւ ասել, որ մենք կողմնակից ենք անկեղծ խոսակցությանը, խնդիրների վերհանմանը, դրանց լուծումներ գտնելուն, միայն այդպես ենք մենք կարողանալու մեր քաղաքացիների առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելուն։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցը պատասխանը չստացվեց, Տիկին Հովսեփյան, պետք է մեզ պատմեք, թե այդ ինչ մեխանիզմի են մասնակցում եվրոպական երկրները հայ ժողովրդի դեմ, ու հետո նկարագրեիք, թե դուք, որպես հանձնաժողովի նախագահ կամ անդամ, եվրոպացիներին ոնց եք բացատրելու, որ իրենք ինչ-որ մեխանիզմ են հայ ժողովրդի դեմ կազմակերպել այլ երկրների հետ, եւ հիմա պետք է իրանք ձեռամբ քանդեն այն մեխանիզմը, որը կազմակերպել են հայ ժողովրդի դեմ։ Այդ պիտի անեք, բայց այդ թեման անցնենք։ Դուք ձեր ելույթ հարց ու պատասխանը հաջորդիվ խնդրում եմ նայեք ու նկատեք, թե ինչպես եք անցումներ կատարում։ Սկզբում ձեր ելույթի ժամանակ խոսում էիք բացարձակ, համընդհանուր մարդու իրավունքների մասին, որոնք աշխարհագրական ու քաղաքական սահմաններ չեն ճանաչում։ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի մասին եք խոսում եւ վերադարձի իրավունքի վեհ բաների։ Մեկ էլ գործընկերներս ձեզ հարց են տալիս, որ դե եթե քաղաքական եւ աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում այս թեմաները, կարող մեկ-մեկ նաեւ շրջվենք մյուս երկրների հետ, օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ այս թեմաների մասին խոսեք, ասում եք ես ռեալ պոլիտիկի կողմնակից եմ։ Ոնց եք կարողանում տենց միաժամանակ համ միջազգային դաշնագրեր ու վերադարձի իրավունք կազմակերպել, պաշտպանել, հետո դա մոռանալ, հիշել, որ կա ռեալ պոլիտիկ։ Արձագանք։ Միջազգային պայմանավորվածությունները եւ պայմանագրերը հենց ռեալ պոլիտիկն են։ Հենց այդ է, որ դեկլարատիվ արտաքին քաղաքականությունից մենք առաջարկում ենք անցում անել իրավապայմանագրային բազայի հիման վրա արտաքին քաղաքականության։ Ես անցման պահը ճիշտ ասած չհասկացա, թե ինչից էր անցումը։ Հարցը այն էր, որ այո, ինչ որ հարցեր էին հնչում, եթե պատկերացնենք, ենթադրենք եւ այլն, ես փորձում էի ասել հնարավորինս ինձ ենթադրությունների դաշտը տանել։ Հարցներով դրան թե մարդու իրավունքները այո համընդհանուր են եւ չեն ճանաչում աշխարհագրական եւ քաղաքական սահմաններ։ Սրա մասին ես ասել եմ, ասելու եմ։ Մի բան կար, որ կուզենայի նաև ձեզ անդրադառնամ, բայց ժամանակը սկսած թե չի հերիքում, հնարավորության դեպքում կանդրադառնամ ձեր հարցազրույցներից մեկին, որ իհարկե գնահատելի էր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Նատալիա Սինորյան։
Շնորհակալություն Տիկին Հովսեփյան, մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու եւ մեր քաղաքացիները դրա մասին իմանալով հունիսի 7-ին գնացել են ընտրության եւ մեզ վստահության քվեր են տվել իշխանություն ենք ձևավորել։ Դուք ընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ գնալու եք միջազգային հարթակներում ինչ դիրքորոշում եք հայտնելու Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, այն թեզերն եք առաջ մղելու, որ շարժումը շարունակվելու է, թե ոչ, խնդրում այդ հարցին հստակ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Ես այս հարցին շնորհակալ եմ հարցի համար։ Ես այդ հարցին արդեն իսկ իրականում պատասխանել եմ, բայց կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, իսկ հետո նաեւ անպայման կանդրադառնամ, որ հունիսի 7-ի մարդիկ եկել են, ձեզ ընտրել են, անգամ 50% պլյուս ձայն չեք ստացել։ Եկեք դա էլ արձանագրենք եւ արձանագրենք, թե ինչքան հուժկու ահաբեկչական գործողություններ եք իրականացնում մեր ժողովրդի նկատմամբ, որովհետեւ ահաբեկում եք պատերազմով։ Տիկին Գրիգորյանը ձեզ շատ հստակ հարց էր տալիս ու պատասխանը չկար։ Ասում էր հիմա ինչ անենք սեպտեմբերին։ Գնանք կասկա գտնենք, ինչ անենք, պատերազմ լինելու է թե ոչ, որովհետև խոսքը այն մասին էր, ուղիղ ձեր գործադիր ղեկավարը հայտարարում էր. եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչ է սա, եթե ոչ ժողովրդին ահաբեկում պատերազմով։ Ու այս հարցին պատասխանը հիմա ինչ անենք, պատերազմը լինելու է թե չէ, գնանք պատրաստվենք, չպատրաստվենք, պատասխան չկար։ Արցախյան շարժման մասին, Արցախյան, խնդրում եմ, մի բան արեք, հա, այդ խոսքը ասելիս, որովհետև շատ հաճախ այդ անցումների մասին էիք խոսում, ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում նկարվում էիք եւ այլն, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, հասկանում եմ, կարող է հաղորդագրություն ունեք ստացած, որ Արցախ պետք չի ասել, Ղարաբաղ ասեք, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, եւ երբեմն անգամ լինում է պատահաբար ասում եք, հետո ներողություն խնդրում։ Հետո Արցախյան շարժումը ոչ սկսվել է, ոչ ավարտվել է, մեկ մարդու կարող է ավարտվել, մեկ մարդու հրամանով, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Պարոն Լևոնյան, կներեք, խանգարում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Արցախյան շարժումը չի կարող ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողովրդի շարժումներ եւ դա էր հենց որ սենց միտքս ձևակերպեմ Հայաստանի երրորդ հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Այստեղ ձեր մեջ կան նաև մարդիկ, ովքեր գուցե եւ մարդիկ, ովքեր որ մասնակցել են Արցախյան շարժմանը։ Մարդիկ ում ծնողներն են մասնակցել Արցախյան շարժմանը։ Արդյոք նրանք հաշտ են իրենց հետ։ Արդյոք նրանք հաշտ են, երբ որ մենք դուք խփում եք Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Արձագանք։ Եկեք եւս մեկ անգամ արձագանքենք Տիկին Հովսեփյանը չպատասխանեց ըստ էության հարցին եւ Տիկին Հովսեփյան ամբողջ քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներին ահաբեկողը դուք եք եղել ձեր ռոլիկներով ամբողջ քարոզարշավի ընթացքում քրեական գործերը ձեր կուսակցության վրա են բացված եղել եւ եւս մի բան հիշեցնեմ դուք ազգային ժողովի պատգամավոր եք եւ փորձում եք ընտրվեք որպես հանձնաժողովի նախագահ եւ պատասխանեք բոլոր հարցերին ըստ էության այլ ոչ թե լիրիկական զեղումներով Ես հարցերին պատասխանում եմ այնպես, ինչպես որ ճիշտ եմ գտնում։ Եթե դա չի համապատասխանում ձեր պատկերացումներին, դա կարծում եմ ինքներդ ձեզ կարող եք հարցնել, ինչու չի համապատասխանում ձեր պատկերացումներին։ Այն մասին, որ նախընտրականի ժամանակ քրեական գործեր են հարուցվել եւ այլն, Տիկին Գասպարյան, ողջույններս, ինքը շատ ավելի մանրամասն ներկայացրել այդ ամբողջ կեղծիքը, այդ ամբողջ մեխանիզմները, որ կիրառվում էր մեր ուժի հանդեպ։ Ես չեմ պատկերացնում, որ գոյություն ուներ մեկ քաղաքական ուժ, ում
կառուցում նկատմամբ այդքան բռնաճնշումներ են իրականացվել, այնքան քաղաքական հետապնդումներ են իրականացվել ուժեղ Հայաստան կուսակցության հանդեպ, ես չեմ պատկերացնում, չգիտեմ, կար այդպիսի կուսակցություն, այդպիսի ուժ։ Պատասխանները իրավական դաշտից տվել է Տիկին Գասպարյանը, մինչ օրս չկա մեկ գետ դատական որոշում, որով որ մեղադրյալ են ճանաչվել, եւ բազմաթիվ արդարացումներ են եղել, եթե իրավական տերմինոլոգիան ճիշտ չօգտագործեմ, ներողություն եմ խնդրում, այնպես որ մի քիչ չհամապատասխանեց իրականությանը ձեր պնդումները։ Լենա Մաթևոսյան։ Տիկին Հովսեփյան, շարունակելով անդրադարձը ձեր ելույթին, դուք ձեր ելույթում խոսեցիք հայկական սփյուռքի մասին։ Ուզում եմ ասել, ինչպես եք գնահատում հայկական սփյուռքի ազդեցությունը Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում, արդյոք մենք օգտագործում ենք այն մասնագիտական, դիվանագիտական ներուժը, որը առկա է հայկական սփյուռքում։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյանը այստեղ չի։ Հա, ներողություն չտեսա։ Իրականում շատ ծանր թեմա եք բարձրացրել, եւ ես առանձին ելույթով անդրադառնալու եմ սփյուռքի թեմային, բայց կարճ պատասխանելով հարցին, մի հարց կա, որում որ համաձայն եմ ամեն դեպքում, որ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է վերաիմաստավորել, բայց այստեղ արդեն գալիս է, ինչպես ասեցի, արժեհամակարգային տարբերությունը։ Դուք ուզում եք, որ սփյուռքը թուլանա, ես ուզում եմ, որ սփյուռքը ուժեղանա։ Մենք կողմ ենք, մեր կուսակցությունը կողմ է փոխադարձ պատասխանատվության սկզբունքով սփյուռքի հետ հարաբերությունների ձևավորմանը։ Մենք կողմ ենք նրան, որ սփյուռքը շատ ավելի մեծ ներգրավվածություն ունենա Հայաստանում, Հայաստանի կյանքին, հստակ մեխանիզմներով, օրենքին համապատասխան, բայց անընդհատ, կրկին նշում եմ, մենք անընդհատ լինում ենք արտաքին քաղաքականության մեջ, կարծես թե խնդրողի, ակնկալողի դերում։ Իսկ ես կարծում եմ, որ պետք է լինի փոխշահավետ եւ լինի փոխադարձ պատասխանատվության հիմքի վրա։ Այսօր երբ մենք նայում ենք սփյուռքին, այո, սփյուռքը միատար չէ, միանշանակ միատար չէ։ Այս դահլիճում քանի հոգի ենք հիմա, 100-ից մի քիչ ավել երևի, բացականներ կան, մենք այստեղ միատար չենք։ Ինչի մասին է խոսքը, ինչպես կարող է աշխարհով սփռված հայությունը միատար լինել։ Ավելի ոչ թե միատար չենք, սկզբունքային տարբեր ենք։ Հետևաբար դա չի նշանակում, որ պետք է սփյուռքի հետ հարաբերությունները թուլացնել եւ այն համարել, ըստ ձեզ ես ինչպես հասկացա, Հայաստանի ուժեղացման համար սպառնալիք, որովհետեւ եթե սփյուռքը հանկարծ ուժեղանա, Հայաստանը կթուլանա, ձեր ասածն էր դա։ Ժամանակ ունեմ դեռ։ Սփյուռքի հետ աշխատանքների մասով համոզված եմ, որ կան մեծ դաշտ աշխատելու։ Սփյուռքը այնպիսի եւ ես իրականում նաեւ հասկանում եմ, թե ինչու է այս հարվածները ստանում սփյուռքը։ Ով, եթե ոչ սփյուռքը, ով, եթե ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, խոսում են մեր մշակութային արժեքներից, խոսում են մեր նյութական եւ ոչ նյութական արժեքներից։ Ով, եթե ոչ սփյուռքը, Հայաստանում բարձրացնում են Հայաստանի Հանրապետության շահերը։ Ով, եթե ոչ սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին են, որ հայի ինքնության պաշտպանն ու վահանն են։ Հետևաբար շատ տրամաբանական է դառնում, որ այսօրվա իշխանությունները հարվածներ են հասցնում այդ հենասյուներին։ Իսկ մենք կողմ ենք նրան, որ մեր սփյուռքը ընդհակառակը նրա հետ ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում ավելի ուժեղանա, ավելի հզորանա եւ ավելին մենք կողմ ենք նրան, որ սփյուռքի բոլոր երիտասարդները առնվազն կյանքում մեկ անգամ կարողանան գալ Հայաստան, որովհետեւ հայրենիքը սիրում են, երբ դու տեսնում ես հայրենիքը, զգում ես հայրենիքը։ Միայն այդպես են կարող մենք ուժեղացնել Հայաստանը եւ սփյուռքը միաժամանակ։ Կրկին հակադրություններն են իրանց մոտ, իսկ մենք կողմ ենք համատեղ շահեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան պատասխանի համար եւ քանի որ հողում տվեցիք պարոն Եղոյանին, ես չեմ կարող այս հարցը չտալ։ Ի վերջո ո՞րն է այն հեռախոսահամարը, որի սփյուռքի հարցերով հեռախոսահամարը, որին պետք է զանգել։ Շատ լավ հարցեր։ Եթե ունեք համարը Տիկին Հովսեփյան։ Կպատասխանեմ։ Եթե 8 տարի իշխանության եղած ուժը կարողանար ճիշտ հարաբերություններ ունենալ սփյուռքի հետ,
այդ հեռախոսահամարը կունենար շատ կոնկրետ թվեր եւ այդ հեռախոսահամարը կլիներ Սփյուռքի հանձնակատարի հեռախոսահամարը կամ Սփյուռքի նախարարության հեռախոսահամարը, քանի որ դուք ինքներդ փաստորեն հայտարարեցիք, որ փաստացի տապալել եք դա, փաստացի Սփյուռքի հանձնակատարը տապալել է իր ամբողջ գործունեությունը, որովհետեւ Սփյուռքի հեռախոսահամար չկա, ուրեմն դա ձեր արդեն տապալումն է։ Շնորհակալ եմ։ Պարոն Եղոյան, վստահ եմ ելույթներ ունենալու եք, հիմա խնդրում եմ մի ունեցեք։